Շնորհակալություն, մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախ մինչև նախագծին անդրադառնալը կուզենամ առիթը օգտագործել եւ լավ լուր հայտնել, կիսամյակի արդյունքները ամփոփել ենք հարկային եկամուտների եւ ունենք 14.2% աճ, 168 միլիարդ դրամ ավելացում եւ կիսամյակի ծրագրի համեմատ 6.2 միլիարդ դրամով ավել հավաքագրում եւ առիթն օգտագործելով ուզում եմ բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել։ Նախագծի մասով նշեմ, որ խոսքը վերաբերվում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը, որտեղ առաջարկում ենք մի շարք կարևոր փոփոխություններ։ Առաջինը նախ տեղեկատվության փոխանցման ուղղությամբ փոփոխություն նոր դրույթների սահմանումն է։ Նշեմ, որ ներկայումս դրոշմավորման հետագծելիությունը ապահովում է միայն շղթայի սկզբում, այսինքն ներմուծողի եւ արտադրողի մոտ, ինչպես նաև վաճառքի դեպքում շղթայի վերջում ՀԴՄ-ով վաճառք իրականացնելիս, երբ որ սկանավորման միջոցով այդ տվյալները փոխանցվում են պետական եկամուտների կոմիտե եւ ներկայումս կան բազմաթիվ դեպքեր, որտեղ բաց է մնում վաճառքի արձանագրելու փաստը, օրինակ ռեստորաններում, երբ որ օրինակ մաս-մաս է վաճառվում կամ նույնիսկ ամբողջական է վաճառվում, պետական մարմիններում, օրինակ ազգային ժողովում մասամբ է, ոչ թե մասամբ է, այլ ընդհանրապես տեղեկատվություն չունենք, որ օրինակ այստեղ է սպառվում այդ ապրանքը եւ նմանատիպ իրավիճակներում խնդիր կա, որպեսզի պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն ստանա եւ այստեղ լիազորող նորմ ենք առաջարկում սահմանել, որտեղ կառավարությունը կսահմանի այն դեպքերը եւ կարգը, երբ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, այս բանը քննարկում ենք կառավարությունում եւ կոնկրետ եղանակը դա սկանավորման միջոցով, բջջային հավելվածի միջոցով տնտեսվարողի կողմից տեղեկատվության փոխանցումն է պետական եկամուտների կոմիտե, որպեսզի մենք կարողանանք վաճառքի շղթայի մասին ամբողջական պատկերացում ունենալ։ Այս նախագծով վերանայում ենք նաև պատասխանատվության միջոցները, ներկայումս այդ տեղեկատվություն չփոխանցելը համահավասարեցված էր ՀԴՄ կանոնների խախտման պատասխանատվության միջոցին, հիմա մեղմում ենք եւ առաջարկում ենք 3 տիպի պատասխանատվության միջոցներ, առաջի անգամ ուրեմն խախտման հայտնաբերման դեպքում յուրաքանչյուր խախտման համար 30,000 դրամ, բայց ոչ ավելի քան 300,000 դրամը 1 տարվա ընթացքում խախտումը առաջին անգամ կրկնելու դեպքում յուրաքանչյուր խախտման համար 30,000 դրամ, բայց ոչ ավել 3 միլիոնը եւ 1 տարվա ընթացքում 2 եւ ավելիի դեպքում էլի 30,000 դրամ, բայց ոչ ավել քան 10 միլիոն դրամ, այսինքն 10 միլիոն շեմը պահպանում ենք, բայց ավելի մեղմ պատասխանատվության միջոցներ ենք սահմանում։ Մյուս խումբ փոփոխությունը վերաբերվում է ՀԴՄ կտրոնի վրա լրացուցիչ տեղեկատվությանը, որը պետք է թույլ տա ավելի լավ հարկային վերահսկողություն իրականացնել։ Ներկայումս մենք ունենք տեղեկատվություն տվող հսկիչ նշանների վերաբերյալ ՀԴՄ կտրոնի, բայց կոնկրետ չունենք տեղեկատվություն, թե դա որ ապրանքի մասին է խոսքը գնում, եւ այս դեպքում առաջարկում ենք, որպեսզի ՀԴՄ կտրոնի վրա տպվի նույնականացման միջոցների քանակը, ինչպես նաև նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատված ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը, որը թույլ կտա ստուգման ընթացքում մեր հարկային աշխատողներին իդենտիֆիկացնել, նույնականացնել, թե տվյալ ՀԴՄ-ով վաճառքի դեպքում որ ապրանքներն են հատկապես որ հսկիչ նշաններով ապրանքներն են վաճառվել։ Նաև որոշակի խմբագրական փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով, մասնավորապես նախկինում դրոշմավորման կանոնների չպահպանման դեպքում հստակեցնում ենք, որ նույնականացման միջոցներին էլ է սա վերաբերվում, այսինքն մարդիկ, երբ որ տնտեսվարողները դրոշմավորում են իրականացնում, այդ դրոշմավորման ընթացքում քայլերը խախտելու դեպքում պատասխանատվության են ենթարկվում նաև եւ նույնականացման միջոցների եւ գործող դրոշմապիտակների համար, այստեղ ուղղակի հստակեցնում ենք, ինչպես նաև խմբագրական որոշ փոփոխություններ ենք առաջարկում, սա արդեն վերաբերվում է հարկային ստուգման տեսակներից մեկին, թեմատիկ ստուգմանը, եւ այստեղ հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի արտարժույթի միջոցով հսկիչ գնման ստուգում տեղի ունենա հարկ վճարողների մոտ եւ իհարկե որոշ դրան համաունչ խմբագրական փոփոխություններ համապատասխան հոդվածներում թեմատիկ հարկային ստուգման վերաբերյալ։ Թերևս այսքանը, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։